Ողջույն բարեկամներ։ Այսօր առիթի բերումով ուսումնասիրում էի 19-րդ դարի սկզբի Ռուսաստանում սոցիալ հեղափոխականների, անկոչում էին սոցիալ ռևոլյուցիոներներ, SR-ներ, իրենց պատմությունը 1900-ականների սկզբին սկսված եւ ամբողջ գործունեությունը մինչեւ 17 թիվ։ Եվ գիտեք ինչ հետաքրքիր փաստեր կար։ Այդ կուսակցությունը չէ ստեղծվել զուտ քաղաքական գործունեության համար։ Այդ կուսակցությունն ուներ ռազմական թև նաև, որը գնում էր ծայրահեղ քայլերի։ Ծայրահեղ քայլերի իրենք մոտ 5 տարվա մեջ հասցեցին 7 շատ կարևոր բարձրաստիճան սպայեր, գուբերնատորներ սպանել։ Միջև անգամ փորձում էին Նիկոլայ II-ին նույնպես սպանել։ Մի բանի պատճառով ռեֆորմներ էին ուզում։ Հա, ասում է, այդ մեկնաբանը հետաքրքիր ձև է ներկայացնում, ասում այնքան սովորական բան էր Ռուսաստանում մարդ սպանել, երբ որ մարդ կարա մեռնի, որովհետև ծնված երեխաների 50%-ը մահանում էր։ Այսինքն ինչ որ մեկի մահանալը, հա, մի օրվա նորություն էր։ Մի օրվա նորություն, հա, հաջորդ օրը կարծես այդ ոչինչ չի եղել։ Գիտեք, հետաքրքիրն ինչ էր այս ամբողջ պատմության մեջ, որ ցարը Նիկոլայ II-ը ոչ թե այդ սպանությունների տերորիստական, ասում մահացածները 7-ը սպանվածն են, թե ինչքանը չի հաջողվել, վիրավորվել են, շատ են եղել, փորձերը շատ են եղել, ու այս ամբողջ եզրակացությունը Նիկոլայ II-ի մոտ հետևյալն է եղել, որ պետք է ուժեղացնի ոստիկանությունը, իր մարդկանց ներդնի այդ հեղափոխական օջախներում, որ դրանով իսկ կառավարի, բայց ոչ երբեք ռեֆորմներ անի։ Նշանակեցին Ստալինին, ինքը լուրջ վերաբերվեց այդ ռեֆորմներին, սկսեց ռեֆորմներ անել, Ստալինին էլ իրանք սպանեցին։ Ցարը ասեց ոնց որ թե լուրջ է ընդունել այս ամեն ինչը։ Դե այդ ամեն ինչ ինչով ավարտվեց 17 թվականին, դրանից հետո երևի արդեն գիտեք, պատմելու կարիք չկա։ Գիտեք դարժան բանը որն է, որ բնությունը պարտադրում է մարդուն փոխվել, պատմությունը պարտադրում է մարդուն փոխվել, հա, գնալ էվոլյուցիայի, մարդ դառնալ, հա, դեմոկրատ դառնալ, բայց կան երկրներ եւ կան կառավարիչներ, որոնք փոխանակ գնան էվոլյուցիայի հետևից, իրանք գնում են հակառակ ուղղությամբ, որն էլ որ բերում է ամենաանկանխատեսելի եւ անցանկալի հետևանքների։ Ինչ ուզում եմ մեղք գործած լինել, օրինակ ես ոչ մի ձև չեմ կարողանում ընդունել եւ մարսեմ ամբողջ ցարական ընտանիքի սպանության, հա, հասկանալով որ Նիկոլայ II-ը ինքն էլ այդ ամեն ինչին վերել է, գալիս եմ մեր այս կառավարիչների վրա, դուք հասկանում եք, որ դուք նույն բանն եք անում։ Ես դեռ սերտ ժամանակից եմ սա ասել, դուք հասկանում եք, որ դուք փոխանակ գնաք հոսանքի ուղղությամբ ընդառաջ, դուք հակառակն եք գնում եւ փորձում եք դեռ չեղած ռեսուրսներով սեղմել, հա, սեղմել, բայց ոչ երբեք ընդառաջ գնալ։ Շատ ցավալի հետևանքներ է բերելու։ Տեսեք, ամենացավալի հետևանքը մենք ստացանք պատերազմով, երկրի կորուստով, սա երկրի համար էր ցավալի։ Բայց դեռ սրա թեման փակված չի։ Սա թեման փակված չի։ Ես հիմա նայում եմ Նիկոլ Փաշինյանի դրած մարդիկ իրենց ոնց են պահում, ես ոնց որ թե այդ շրջանի պատմությունը կարդամ։ Ռուսաստանի 1901, 1907, 10 այս թվերը, այս թվերի կողմերը։ Շատ դաժան վերջաբան ավարտվեց։ Դուք գնում եք դրան, դուք ինքներդ էլ չեք հասկանում։ Ասում եմ, դավաճաններին ատում եւ զզվում են նրանցից նույնիսկ նրանք ծառայել են։ Փաշինյան Նիկոլ, ոնց գցում բռնում եմ ամբողջ քո թիմով, Հայաստանը ոչ մեկին պետք չես, Հայաստանում պետք չես, դրսում պետք չես, ու ամեն ինչ անում ես, որ դա խորանա։ Այսօրվա հաղորդումը սկսելուց առաջ, եթե զգում եք, դժվարությամբ եմ խոսում։ Դժվարությամբ եմ խոսում, որովհետև վախենում ես հաղորդումը դառնա 18+, անկեղծ վախենում եմ։ Ու դուք ամեն ինչ անում եք, որ այս պատմությունը կրկնվի, դուք ամեն ինչ անում եք, որ ամենադաժան ձևով ձեր համար վերջանա։ Գնանք առաջ։ Դժդեի խոսքերը մեջ բերեմ ու անցնեմ առաջ։ Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն
օրենքի եւ մահվան առաջ հաղթական հայրենիք չի ունենա։ Դե եթե հաղթական հայրենիք չի ունենա, մյուս տարբերական ընդհանրապես հայրենիք չունենալն է։ Ինչ եմ սա ասում, օրենքի եւ մահվան առաջ մեր երկրում ամեն ինչ գնում է հակառակ ուղղությամբ։ Այսօր խորհրդարանում եւ ամբողջ մեդիայում հարձակում էր Ռոբերտ Քոչարյանի վրա։ Չմտածեք, ես հիմա Ռոբերտ Քոչարյանի շահերն եմ պաշտպանելու բոլորովին։ Ամեն անգամ հենց Փաշինյան Նիկոլան գնում է նեղը, գնում է ծովակի մեջ, հիշում են որտեղ կա Ռոբերտ Քոչարյան եւ անպայման իր նկատմամբ պետք է սկսվի մի process, որտեղ ամբողջ խորհրդարանական ասենց ասեմ, պատգամավորական խմբերն ու մեդիան բաժանվում է երկու մասի, Քոչարյանական եւ Փաշինյանական, սկսում են իրար ինչ որ պետք է ասել, ժողովուրդն էլ մտածում է, թե իրական օրակարգը դա է։ Ամեն անգամ Քոչարյան Ռոբերտի թեման գալիս է փրկության, իբր փրկության Փաշինյան Նիկոլին։ Այսօր ես տեսա եւ անպայման ուզում ձեզ ցույց տամ։ Ջեմ, Արծվիկ Մինասյանն ասում էիք Քոչարյանը 4 միլիոն դոլարի կարողություն ունի։ Ուր է։ Սա ասում էին մանի մասին այնց հետո, երբ որ դատախազը ներկայացնում է ցուցակ, ինչը որ ներկայացված է արգրավելու համար։ Այս ցուցակի մասին է խոսքը։ Արծվիկ Մինասյանն ու մնացածներդ, դուք Նիկոլից չեք տարբերվում։ Դուք Նիկոլից ոչինչով չեք տարբերվում։ Դուք բոլորդ նույն Նիկոլն եք։ Ուրեմն ինչ է բերում դատախազությունը։ Մի ամբողջ ցուցակ, ես դեռ մոտավորապես հաշվել եմ ինչքան է։ Մի ամբողջ ցուցակ, որը ներկայացված է որպես բռնագանձվան ենթակա գույք։ Արծվիկ Մինասյանն էս տեսել է, ու ասում է, բա ասում եք 4 միլիարդ, հենա 4 միլիարդ չկա ստե։ Ուրեմն այս ցուցակում ընդամենը թեթև ցուցակ է Հայաստանի իր գույքերի վերաբերյալ։ 70 միլիոն դոլարի մենակ բանի մասին է, կանխիկ գումարի մասին է գրված։ Դեռ հաշվել եմ։ Չեմ անալը։ Պլյուս 22 անշարժ գույք, որը չգիտենք այդ ինչ անշարժ գույքի մասին, ինչ արժեղությամբ են, կես միլիոն են, մի միլիոն են, 20 միլիոն են, մենք չի ասում, 22 անշարժ գույք, պլյուս 70 միլիոնը գումարած Nine Insurance-ը, գումարած Toyota-ն, գումարած Target Group։ Տեսեք, այս ամեն ինչը ցած գումարած, պլյուս 70 միլիոնը Արծվիկ Մինասյանի համար ոչ մի բան չի նշանակում։ Այսինքն մենակ այն ցուցակն է, որ դրված է իբր դրված է բռնագանձելու համար։ Արծվիկ Մինասյանը ասում է, ասում եք 4 միլիարդ է, այսինքն եթե այդտեղ չենք հաշվել 4 միլիարդ, նշանակում է Քոչարյան Ռոբերտը Արծվիկ Մինասյանի համար ազնիվ, պարկեշտ, մաքուր տղա է։ 22 անշարժ գույք, 70 միլիոն դոլարի ավանդ, ցենց փողավակելու տեղեր։ Այն բանը մեքենաներ բան չեմ հաշվում։ Բան չեմ հաշվում, այդ Նայրի, Toyota, այս ինշուրանս այդ հլետել չեմ հաշվում։ Այս ամեն ինչը բանի Արծվիկ Մինասյանների համար, դաշնակների համար։ Նորմալ է։ Հանցագործ չի բանը Ռոբերտ Քոչարյան։ Հիմա բայց Արծվիկ Մինասյանն ու դատախազը պլյուս մնացած անբարոյականները այս ամեն ինչի մասին խոսալով չեն հասկանում մի բան։ Ամենակարևոր բանը, որ փաստի մասին դուք որ խոսում եք, սա հանցագործ է, դուք ուղիղ ասում եք, որ հանցագործը Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ դատական համակարգով, դատախազով, դատարանով, քննչականով, ԱԱԾ-ով, բոլորը հանցագործ են, որովհետև այս մարդը հանցագործ է փաստորեն ու պատասխանատվության չի ենթարկվել։ Ուղղակի գերեի վստահ են, որ ես լսում եմ բացառապես հիմարները։ Ես վստահ եմ, եթե ասած մտքով անցնի, որ այս հարցը իրանց տալու են, ասեն մի վարք են, մի վարք։ 7 տարի դու կառավարությանն ես։ 7 տարի դու կառավարության ես։ Ինչու ամեն անգամ հենց ասես մեր առիթալին դու հիշում ես այս ցուցակի մասին, որ այս ցուցակը գնում է գրողի ծոցը, միջև հաջորդ քո ներն ընկնելը մեկ էլ Քոչարյանին հիշելը։ Փաստորեն դու փայ ես մտել,
փողը վերցել ես, թողել ես, հանցավոր կապի մեջ ես, ծածկը դմփոց ես անում, որ ակնհայտ հանցագործին, որոնք դուք եք ասում ինքը հանցագործ է, ես չեմ ասում ինքը հանցագործ, դուք եք ասում համասում եք հանցագործը, ամեն 7 տարվա մեջ դուք կարողացաք այս գործը ավարտին հասցնել։ Եվ տեսեք, իմ ասած ապացուցելու համար, որ հենց Փաշինյան Նիկոլի զրոյական այն բանը փրկել չի լինում, այլևս էլ տեղ չկա բանը բարձրացնելու ռեյտինգը։ Մեջտեղ են բերում հին ու ծեծված մի գործիք ոտնաշոր Ռոբերտ Քոչարյանն անուն ազգանով։ Իրա բխող հետևանքներով, դա դաշնակներն են, դա իր ամբողջ պատգամավորներն են։ Իրանց թվում է, իրանք դրանով կարողանելու են փրկել Փաշինյան Նիկոլի ռեյտինգը, որ մի քանի օր էլ ասի, տեսակ Փաշինյան Նիկոլինը բան արեց։ Ինչ ես ուզում այլա ջան, թող խոսում եմ էլի։ Տեսակ Փաշինյան Նիկոլը բան արեց Ռոբին, ասեց քեզ կձերբակալեմ, կենես ցուցակներ բերելա։ Ջանիկ, ցուցակներ բերելա, որ ձերբակալի։ Տեսակ ինչ տղա է ինքը։ Չի աշխատում, սա էլ չի աշխատում, մի արեք, բայց քանի որ հրամանատարված է, այս process-ին են միացել բոլոր անբարոյականները։ Անբարոյականներ բոլոր երկրների միացեք կարգախոսով։ Լսեք։ Ողջույն։ Իմ տրամադրության տակ է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից տրված մի քանի հույժ գաղտնի փաստաթղթեր, որոնք առնչվում են Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ընտանիքի անդամներին։ Աստորեն, ազգային անվտանգությունը Արման Բաբաջանյանին է տրամադրել, ինչպես նաև մնացած բաներին, գլուխներին խոսացող, որ Ռոբերտ Քոչարյանը, գիտեք, հանցագործ է։ Բա Արման Բաբաջանյան, բա որ հանցագործ է 7 տարի ինչի հանցաբանի մեջ։ Նոր պարզեց ԱԱԾ-ն։ Այ բազմակի օգտագործվածներ, այս հարցը ձեր մեջ չի առաջացնում, որ մենք այդ հարցը տալու ենք, հիմա դու որպես սա ինչ ես ներկայացնում, ձերբակալեիք, այ օգտագործվածներ բազմակի և բազմատեսակ, բա միջոցներ ձեռքարացել ենք, հիմա նստել եք հայտարարում եք, որ ինչ, նոր իմացաք, իհարկե նոր չիմացաք, սրանով դուք չեք կարողանալու դիակին փրկել, դիակին վերակենդանացնելը պրակտիկապես անհնարին բան է, Նիկոլ Փաշինյանը դա քայլող դիակ է, եւ քաղաքական իմաստով, եւ ապագայի իմաստով, եւ արժեքային իմաստով էլ չեմ խոսում։ Բայց մենակ այս դիակը չի, մենակ այս ոչնչությունը չի, այնտեղ իր ամբողջ թիմն է, մենակ դաշնակները ոչ են, ստեղ էլի բան մարդիկ կան։ Նայեք, եւ որ Քոչարյանը ու նրա ընտանիքը պարտավոր չեն դատական գործընթաց անցնել ու ապացուցել իրենց կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի օրինականությունը կամ ապօրինությունը։ Խորհրդանում ընթանում է հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան զեկույցի լսումները եւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Էսա է չէ նեղվում, որ մի տարի առաջ իրան նվաստացել են ու բանը, միջև հիմա ձեն չեն անում։ Ճիշտ են արել, որ քեզ նվաստացել են, քեզ մենակ նվաստացնեն է։ Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Գագիկ Բեգլարյանին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Մի խոսքով, գործին է լցվել նաև Քոչարյանը, նրա ունեցվածքը, նրա հետ փոխկապակցված անձինք եւ այլն, Անել են ջրես, որ թեման ակտիվացնեն, որ ասեն Նիկոլը գործ ուզում անի։ Ով ուզում լինի, մենակ նախկինները չգան։ Լսել չի աշխատում։ Չի աշխատում։ Դուք դիակին ոչ մի կերպ չեք կարող կենտրոնացնել։ Մաքսիմում, որ դուք կարողանաք անել, գնաք հավասարվեք այն դիակին։ Սես բոլորովդ։ Դաշնակներից սկսած Բաբաջանյան Արմանով, Կիզ Բաբաջանյան Արմաններով, այսենց։ Հիշում եք, չէ՞, Լևոն Բաղդասարյանի նովել առաջադրել ընդ Տեխնացու Արման Բաբաջանյանը։ Ինչ եք կարծում, իրանց ով են դա ասել գնացեք առաջադրվեք։ Այո։ Չեք կարողանալու, մոռացեք Փաշինյան Նիկոլի մասին։ Փաշինյան Նիկոլը դատվելու է։ Դուք ձեր փայնել դատարանը կորոշի։ Իմիջիալոց։ Ես երեք մի հատ կարճ եմ արել, եթե չեք նայել 10 օպերանոց ընդամենը process-ի մասին, որը մենք ուզում ենք սկսենք։ Ինչ ենք առաջարկում իրավապաշտպաններին եւ իրավաբաններին կազմել խումբ եւ քննել Նիկոլ Փաշինյանի հանցանքները որպես դատարան, որպես այլընտրանքային հանձնային դատարան քննել Փաշինյան Նիկոլի հանցանքները ու կայացնել որոշում։ Այո, այդ որոշումը կարող է կատարման համար պարտադիր չի, բայց դա օրինական հիմքեր ունի,
Այսինքն այն ինչ որ որոշումը կայացվելու է, այն ինչ ներկայացվելու է, դա կայացվելու է կատարված հանցանքի եւ այդ հանցանքի բնորոշումը ըստ հայկական օրենսգրքի եւ սահմանադրության համաձայն։ Այսինքն այն ինչ որ ասվելու է, լինելու է օրենքի շրջանակներում։ Հետագայում էլ իհարկե մենք դատարան կունենանք, ինքը արդեն պարտադիր պիտի դա իրականացնի, որտեղ չի կարող ոչ միտեղ չի կարող գնալ դրանից, իսկ այս պրոպագանդիստներին ինչ կանենք հետագայում, այդ արդեն էլի դատարանը կորոշի, մի քիչ էլ մենք։ Իսկ առայժմ դուք խոսացեք, թե իբր Նիկոլ Փաշինյանը հանցագործ չի։ Միակ հանցագործը Ռոբերտ Քոչարյանն է, որը դեռ ձերբակալված չի։ Եթե ասենք մի քիչ ուղեղ ունենենք, հասկանային, որ եթե ասում են հանցագործ կա 7 տարվա մեջ չի ձերբակալվել, նշանակում է ով չի ձերբակալել, դա էլ է հանցագործ։ Հիմա գնանք առաջ։ Ով չի ձերբակալել, այսպես մի հատ բան կա։ Այսպես մի հատ հրեշտակի դեմքով ասում ենք հրեշում ենք։ Ինքը ոչ միայն չի ձերբակալում տեղական հանցագործներին, նաև հանցավոր համաձայնության են եկել Ադրբեջանի կառավարության հետ եւ փաստորեն ժողովրդից թափուն այն քրեական գործերը, որոնք հարուցված է եղել ադրբեջանական կողմի հանցագործությունների, ռազմական հանցագործությունների վերաբերյալ, իրանք sense կամած տակից, ասում ենք քաղաքական համաձայնության ենք եկել, որ այդ գործերը մենք չեղարկում ենք։ Այսինքն փաստորեն այս հրեշտակի դեմքով հրեշը իրան դրել է Աստծու ներկայացի տեղ երկրի վրա, ինքը արդեն որոշում է, այս մարդը իրավունք ուներ մարսպանելու, թե չէ, այսինքն ինքը կարող մարսպանողին ասի լավ քաղաքական որոշում կա, քաղաքական իմաստով նպատակահարմար չի, որ եկել է հայ մարդուն Հայաստանի տարածքում վիզը կտրել է, քաղաքականապես նպատակահարմար չի այդ հանցագործին դատել։ Այս նոր մարմինը որ ստեղծվել է, ես հուսով եմ, որ մեղադրյալների ցանկում կլինի առաջին հերթին նաև Նիկոլ Փաշինյանի կողքը ուղիղ գնումը այն մարդը, ով պետք է ամենը կանխազգել էր որպես գլխավոր դատախազ ու չի արել։ Եղավ ու այս դեմքի արտահայտությունը ես այն ժամանակ կտեսնեմ, որ տենա իր վրա քրեական գործ են քննարկում։ Կարող ասեք դա բան չի, իրանք պետական ինստիտուտ չեն, իրանք լիցենզավորված մարդիկ են, լիցենզավորված, որոնք օրենքի հիմունքներով, այն որոնք ձերամատել պետք է լիներ, դա բան, առաջնային, օրենքը, օրենսգիրքը, քաղաքացիական օրենսգիր, քրեական օրենսգիր, սահմանադրություն եւ այլն, որ դուք տշած ունեք, բայց իրանք ըստ այդ օրենքի ձեզ էլ են սահմանելու դուք ինչ կարգավիճակ ունեք։ Սա մի սոսկալի բան է, սոսկալի, այսինքն այն ինչ որ արվել է հայերի նկատմամբ, ասում ռազմական հանցագործ Քալմի Զեյնալիի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է քաղաքական որոշմամբ։ Այս տականքը 44 օրյա պատերազմի ժամանակ հադութում գլխատեր է անզեն ծերունուն եւ տեսանյութ հրապարակել։ Իրանք որոշել են, որ քաղաքական նպատակներով իրանք կարող են այս ամեն ինչը չեղարկել։ Ու իրանք չեն էլ ասում։ Այս 20 հանցագործների ճակատագիրը ուր է։ Ինչ վիճակում է, հա։ Իսկ ինչու 20 ռազմական հանցագործություններ։ Ինչու 20։ Ես հիշում եմ, որ դատախազությունը Գոռ Աբրահամյան դատախազությունից դու հիշես 20 թվականի դեկտեմբերի ինչ թիվ ասեցիր, քանի քրեական գործ հարուցված, կարծեմ 1500։ Ես կարող եմ արխիվս հետ տամ նայեմ։ Ինչի 20։ Այդ 1500 մնաց 20-ը։ Ասենք թեկուզ 20։ Դուք ո՞նց եք որոշում։ Միակողմանի, մենք այնտեղ գերիներ ունենք, ռազմագերիներ ունենք, պատաններ ունենք։ Դուք միակողմանի ամեն ինչ վերջում բանանում վերցնում եք Ալիևի նվեր եք անում, հա։ Ես հաղորդման սկզբից ասեցի, չէ, որ այսօր իմ համար շատ դժվար է լինելու խոսալը, անընդհատ ինչ որ բան է գալիս։ Մտքիս լոդերից տիրապետում եմ։ Դուք ինչ եք անում։ Ես այս հաղորդումը որ սկսեցի 1900 թվականների սկզբի այդ կատարված բանից, դեպքերից Ռուսաստանից պատահական չսկսեցի, իմջելոց այդ ամբողջ
տերորիստական այդ ակտերի կազմակերպիչները ներկուսն էլ հրեաներ էին։ Գիտեք ինչի են հենց իրանք։ Որտեղ հրեաները ամենահալածված դասակարգն էին, ժողովուրդներ ամբողջ Ռուսաստանի տարածքում։ Եվ ոչինչ պատահական բան չկա, որ այդ պատժի մեխանիզմները որոշել են հենց իրանք։ Դուք այսօր այդպես հալածման ժողովուրդ եք սարքել ոչ թե հրեաներին Հայաստանում, այլ ամբողջ Հայաստանի բնակչությանը։ Ամբողջ։ Այսինքն երկու տեսակ կա։ Կա ժողովուրդ ու կա ՔՊ։ Որ ասեմ ՔՊ Քոչարյանն էլ է մեջը, Սերժիկն էլ է մեջը, Լևոնն էլ է մեջը։ Այսինքն կասես մի հատ էլիտա հանցագործների, հա, ու կա ժողովուրդ։ Լուրջ չեք մտածում սա հետևանքների մասին, հա, շատ իզուր, նկարիչ։ Թուրքիայի 265 քաղաքացի 2024 թվականին դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ 118-ը ստացել են նրանցից։ Թուրքիայի 265 քաղաքացի 2024 թվականին դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ 118-ը ստացել են նրանցից 57 տղամարդ, 61-ը կին։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալների համաձայն անցած տարի Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է ընդհանուր 21476 դիմում, 4202 անձ էլ դիմել է Հայաստանի քաղաքացիությունը դադարեցնելու համար։ Քաղաքացիության համար դիմորդների մեծ մասը կազմում են Ռուսաստանի քաղաքացիները՝ 9825, ապա Վրաստանի 1937, Սիրիայի, Լիբանանի, Իրանի, Ուկրաինայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Թուրքմենստանի, Բելարուսի եւս 6678-ը այլ երկրների։ Թե այս քաղաքացիներից քանիսն են ծագումով հայ, ծառայությունը չի նշում։ Այսպես։ Չի նշում։ Ուրեմն 265 հոգի Թուրքիայից դիմել է, 118 արդեն ստացել է։ Սա գիտեք ինչ թիվ է, 118 դիվերսանտ այսօր Թուրքիայից մենակ այս տարի։ Ես հիշում եմ պատերազմի ժամանակ պարզվեց 20 թվականի պարզվեց, որ 5000 անձնագիր են բաժանել Թուրքիայում։ 5000 հայկական անձնագիր է բաժանվել։ Այդ թեման sense դուրս եկավ ու փակվեց գնաց։ Աշգիշտի քյարանները հետը տարավ։ Հիմա այս տարի եւս 265 դիմել է, 118 արդեն ստացել է։ 118 արդեն ստացել է։ Մնացածը այսի քաղաքացի են, ինչքան գնում գալիս են դա մի կողմ։ Այսինքն 118 քաղաքացին վաղը կարող է սկսի աշխատել եւ ՊՆ-ում, եթե միջեմա չի աշխատում, եւ քաղաքապետարանում, եթե հիմա չի աշխատում, հա, եւ ոստիկանություն, ամեն տեղ կարան աշխատեն, ջրերի պահպանությունը, չգիտեմ, սննդի անվտանգությունը եւ այլն եւ այլն։ Էս ի՞նչ եք սարքել այս երկրում։ Ոչ մի հաղորդում այսքան դժվար չի եղել իմ համար խոսալը։ Այս ինչ եք սարքում այս երկիրում։ Դուք մտածում եք դուք ստերս պետք է փախնեք ու վերջ։ Հա, հենց տեսանությունն է։ Ինդակցիանը դասերի ժամանակ ռոպագանդումա Թուրքին սիրելու գաղափարը։ Ամբողջ ագրեսիան երեխաների եղել է դրանով նաև, որ Թուրքի մարդ տեսակը կա, Թուրքի լավ տեսակը կա։ Ես ուզում եմ ուղղակի մի հատ այսպեսի արտահայտություն անեմ։ Եթե Թուրքիայում որևէ մի մանկավարժ կանգնի դպրոցում, դասասենյակում հայի պրոպագանդի, այդ մանկավարժի գլուխը հրապարակում կկտրեն ուղղակի։ Դուք կապ չունի ձեր կարծիքը, դուք իրավունք չունեք, Իսկապես թուրքասեր եք, հա, այդքան։ Իրոպե ես ասեմ, ոչ, ես թուրքասեր չեմ, բայց իրոպե իրավունք չունեք Թուրքին սիրելու պրոպագանդան անել դասասենյակում։ Մեր երեխաների հայրենասիրությունը դուք ուզում եք հայրենասիրությունը ես ասեմ, 10 անցնում էինք հայ թաթարական ընդհարումներ 20-րդ դարաշրջանի, որը կազմակերպվում էր ցարական կառավարության կողմից, այսինքն Կովկասի թաթարներ, ներկայիս ադրբեջանցիները եւ հայերին, որտեղ շերտընդ մեջ ապրում էին հան Չէ, տիկին, դες չի որ մենակ ռուսների կողմից էր այդ ամեն ինչը կատարվում, կազմակերպում, բոլորովին։ Չնայած որ ռուսները կանգնացնում էին կամ ռուսների դեմ էին այդ բախումներին։ Չէ, ինչ եք սարտալել այդ ռուսների վրա այդ հիմա դրել։ Խեղճ ադրբեջանցիներն իրենց ապրում էին, իրենց համար լսենք էլ մի քիչ։ արում էին իրար դեմ, բորբոքում էին ազգամիջյան կռիվներ եւ դրա
Չէ, տիկի շատ լուրջ եք ընդունել, որ սրանք երկար են մնալու։ Շատ լուրջ եք ընդունել։ Ձեր նախարարներ, ձեր թեմաներն, ձեր պատմության դասագրքերն, ձեր մեթոդիկաներն, ասենք սիրուն փաթաթվելու է։ Ուղարկվելի է ուղիղ աղբանոց, այդրանց հավատացողներն, այս կեղծ դասախոսություններն, հա, այդ հայ թաթարական բախումները ձեր ասած, դրանք մենակ ռուսների կազմակերպվածը չի, տիկին, հակառակ, երբ որ թաթարները հարձակվում են հայկական գյուղերի վրա, ռուսների բաժիներին էր, որ հայերի ձեր բերանը փակում էին, թաթարներին ասում էին դուք խնդիր չունեք, ինչի, որովհետև հայերը ենթարկվող էին սուս-փուս, ասել եք այդ մասին երեխեքին, հա, իսկ թաթարներին եթե չտային, չզիջեին, այն պրոբլեմ էին սարքում, ասել եք տիկին դրա մասին, իհարկե չեք ասել, եթե ասած լինեիք, այս մարդկանց բողոքը, այս բորբոքվածությունը այս աստիճանի չէր լինի։ Ժողովուրդ, մենք պատերազմի մեջ ենք բոլոր կողմերից, սոսկալի պատերազմի մեջ ենք, տեսեք, եթե իմ նյարդերն տեղի է տալիս, ես պատկերացնում եմ այս ծնողների վիճակը։ Սա պատերազմը մեր բոլորիս նկատմամբ հայտարարած, ոչ մեկս չի կարող անմաս մնալ, ոչ մեկս, եթե ուզում ենք այս կարգի դասախոսները, այս դասատուները, այս կարգի ոչնչությունները, իրանք բախեցած զգան, ասենք գոնե մի քիչ բան ունենան, էլի իրանց մեջ, սահմանափակում ունենան, էլի, ասենք մի քիչ, ուրեմն մենք պետք է ակտիվ լինենք, մենք պետք է ազդենք, մենք պետք է խոսենք, մենք պետք է կռիվ տանք, մենք պետք է նույնիսկ ասենք, որ այս ամեն ինչը հավես չի, ու գալու է մի օր պետք է պատասխան տաս։ Դու պիտի պատասխան տաս հələ։ Այդ բանը ԿԳՍՄ նախարարից սկսած, այն հրեշից, դատախազով բոլորը վերջացած։ Դուք դեռ հələ պետք է պատասխան տաք։ Դուք ընկել եք, նույնիսկ եմ ասում, ստեղծում եք այն վիճակը, որ այս մարդիկ սկսեն արդեն ինքնապաշտպանվել։ Ես դեմ չեմ դրան։ Ես դրան եմ սպասում, երբ ասես պայթելու մի օր, էլի։ Մի օր ասես մի հատ դասատու, ուղղակի էշ նահատակ է լինելու, մեկի ներվերը չբերելիքի, ասի, հա, դուք մեզանից ինչ եք ուզում։ Ինչ եք դուք ընկել մեր ազգի հետևից։ Ինչ եք ուզում, կարող է ցուցականից չափերն անցել, արդեն չեք էլ հասկանում, կարմիր գիծը որտեղ է, որի տեղից այնքան չի կարելի գնալ։ Դուք բերել եք ժողովուրդ, ասենք հայ երեխուն բացատրում եք, որ ադրբեջանցու լավն էլ լինում, եւ իրենց պետքա սպան անել, հա, սովորել նախապատրաստվել հետո բարեկամություն անել։ Այն պարագայում, որ Ադրբեջանի դպրոցում սովորացնում են հային ոնց է պետք սպանել։ Հիմա դու իմ երեխուն, այս երեխեքին, որ դու սովորացնում ես, բալես ինքը որ գիտա քեզ սպանելու, ասա չէ, հələ մի սպանի, բայց կարող եք ընկերներ լինենք, հա։ Դուք մանկավարժ եք, արա, դուք հրեշ եք։ Դուք չգիտեք ընդդերի դպրոցներում ինչ են սովորացնում։ Դուք ոնց կարող եք երեխեքի պաշտպանողական բնազդը թուլացնել հեքիաթներով, թե խեղճ ադրբեջանցին կապ չուներ, ռուսն է հրահրում, հա։ Այդ ռուսը հայն ինչի՞ չէր հրահրում, որ գնալ մտներ թաթարական գյուղեր ավիրեր, հա։ Ասել եք այդ մասին։ Ասել եք այդ մասին, որ այդ երեխուն որ օրորում են օրորոցի մեջ, հա, հային սպանելու մասին են երկում, պատմել եք այդ մասին դուք։ Այ ոչ դասատուներ, դուք պատմել եք, թե չգիտեք այդ մասին։ Դուք դրանց մանկական երգերը օրոցային լսել եք, թարգմանել եք իրենց համար։ Սա դեռ արդարանում է։ Սաներ է լինելու դրվածում։ Իրանք չեն էլ թաքցնում, ես էլ իրենց քարտեզն է։ Բա ինչի ես քարտեզի մասին իրանք բացահայտ պետքա չի երազեն, երբ որ սես մանկավարժներ ունեն Հայաստանում դրած, սես կառավարությունն են Հայաստանում դրած, այս ամեն ինչ իրանցն է, պատրաստում են ոչնչացման ինքնա։ Այս քարտեզն էլ դրել են, Կասպից ծովից sense գնում է, միջև Կիպրոսով, բանով, ամեն ինչ իրանցն է, ասեն նույնիսկ ստեղ Իրանն է իրանցը։ Ուրեմն ստեղ մտնում է բանը, մեջը Թավրիզն է մտնում, իրանական բաներ կար, քաղաքներ էլ կար։ Ուլը իրանք մի տեսակ էլ չեն կողմնորոշում, մայրաքաղաքը որն է լինելու, Բաքուն թե Անկարան։ Պատկերացնում եք։ Չեն որոշել, էլ Բաքուն է լինելու թե Անկարան։ Ուսած իրանք մեծ բան է։ Բայց ինչի պետքա չի երազեն սրա մասին։ Որ սենց դասատուները ներդրե,
Հայաստանում, սես նախարար են ներդրել Հայաստանում, սես կառավարություն են բերել դրել Հայաստանում։ Ինչի sense քարտեզի մասին պետք չի երազեն, որ ոչինչ չի խանգարում էսի իրականացնելու համար։ Եթե հայ մարդը չխանգարի իհարկե։ Սա էլ իրանք։ Ուրեմն պաստորից տեսողության խնդիրներ ունեցող ջյուդոյի պաստորի մրցույթ կա, հա, ուրեմն Տոկիոյում է եղել։ Եվ բացահայտել են, որ ադրբեջանցին ինքը տեսողության հետ խնդիր չունի ու հեռացել են։ Ցամա զրկել են մասնակցելու բոլոր տեսակի իրավունքներից։ Սրանք ծնվել են խաբելու համար։ Սրանք ծնվել են ավիրելու, կեղտ էլի, որպես ինչ ասեմ քեզ, ոնց ասեմ ձեզ, ու սրանց քարոզչությունը մեր դպրոցներում է։ Մեր երեխուն սովորացնում են, թե սրանց հետ ոնց պետք է բարեկամություն անել։ Երևան։ Այն խեղճ Չախոյանը, որ ցույց էր տալիս, ավիրացավ։ Այդ չկարած, տես 105 մանկապարտեզի անավարտ շինարարության համար Երևանը վճարել է պայմանագրի 75%, որը կազմում է 222 միլիոն դրամ։ 222 միլիոն դրամ փող է տվել այս ոսես մատիկներով ամեն ինչ փոխում է, որի համար ծեծեցին Չախոյանին։ 290 միլիոնը ամբողջ պայմանագիր 222-ը տվել են։ Գնա, ու վերջ են գործը չի վերջացել։ Ու չի էլ վերջանալու։ Ինչպես մնացած գործերը։ Դուք ինչ եք անում այդ երկրի հետ։ Լուրջ մտածում եք, որ այս ամեն ինչը sense հավերժ գնալու է ու պատասխան չի լինելու։ Այդ քեզ ռիսկ։ Սա նայեք։ Հերթական քայլառասն է։ 71-ամյա հոր անունով 1.5 միլիարդ դրամի վարկ է վերցրել։ 1.5 միլիարդ դրամ, գիտեք ինչի քանան, 4 միլիոն դոլար ավել։ Մեկը կարող է գնա 71 տարեկան մարդու համար 4 միլիոն դոլարի վարկ վերցնի, հələ հետո էլ 102 միլիոն դրամ էլ սուբսիդավորում վերցնի, որ այդ վարկը սպասարկեն, բան են, դերցի այգիներն են դնում։ Լստեղ նայեք, 40 հեկտար մակերեսով հող են վերցել Արմավիրի մարզում, Շենիկ գյուղում։ Ասում է 1.5 միլիարդ դրամի վարկ է ստացել, իսկ ամենաուշահրը գրավն այն է, որ Փամբուկչյանը ավելի քան 102 միլիոն դրամի սուբսիդավորում է ստացել, թե պետությունից, որ վարկը արտոնյալ պայմաններում մարի եւ դերցի այգիներ հիմնի։ Հա մի տոկոսով չնչին տոկոսով 1.5 միլիարդ են տվել, մի հատ է սուբսիդավորել են 102 միլիոն։ Այս ինչ է կամպետել։ Սա են հեղափոխական կոնջորյանն է։ Հարց են տալի, ասում են, կոնջորյանի կինը մի տարվա մեջ դարձավ բան։ Մի քանի տարվա մեջ, էլի։ 10.5 միլիոն դրամանոց աղջիկ, հետն էլ դարձավ բան։ Հայ փոստի տնօրեն, ասում են հակակ բան կա, կոռուպցիան չկա, ստե ոչի բան։ Հա, կոռուպցիա չկա, ստե, պատասխանում ասում, ամեն դեպս ձեր նկատակած դեպքի մասով չեմ կարող նկատել ոչ մի կոռուպցիոն բնույթի տվյալ։ Չէ։ Չէ, որ մի տարվա մեջ մի անգամից սենց բարձր աշխատավորցով գալիս ու դառնում այնտեղ։ Ոնց մեծ չեմ տեսել, եթե բան եք տեսել, ասեք։ Եթե տվյալներ կան, ասեք։ Լկտիություն ուրիշ ոնց է լինում ժողովրդին, չգիտես ինչ ասել սրանց։ Մի ասած ուրիշ լկտիություն էլ կա։ Հիմա իրար են բան անում, իրար են հայոյում։ Հարցում ա այդքան բնակարան քեզ Հայաստանում որտեղից, Երևանում։ Կարծեք։ Են էլ ասում ա, որ դու լավ Թոմասյանն ասում պատասխանեց
3 բնակարան ունեմ, 4-ն եմ գնելու, բոլոր բնակարանները ձեռք եմ բերել հիպոթեկով, ամեն բնակարանին վճարելով 10 եւ ավելի տարիներ, վերջին հիպոթեկը 38 միլիոն դրամ դեռ ունեմ վճարելու։ 3 բնակարան։ 3 բնակարանս բաննա, Թագուհի Թովմասյանն ունի, այն էլ ասում է պետք բնակարանը քեզ որ դերես։ Հիմա նույն հարցը սան եմ տալի։ Կոնջենալ հայ 3 բնակարան ունի անօրինական ձեռնարկված։ Եթե միջև ազատության մեջ է, ուրեմն դուք փայ ունեք։ Եթե օրինականա ձեռբեր է, ուրեմն դու արդեն հասկացար ով ես։ Հիմա գամեն էլ ասում է դու լավ լրագրող լինեիր, դու էլ կունենայիր։ Այո, Թագուհի Թովմասյանը իր աշխատավոր 38 միլիոն դրամ վարկ 3 հատ տուն, հիպոթեկով առնել, հիպոթեկը այդ ման գումարը օդից է գալիս։ Ու լրագրող քանի հատ գիտեք, քանի լրագրող կներեք ասեմ քանի հատ։ Քանի լրագրող գիտեք, որ կարող մեկ բնակարան կարող առնել։ Ու ինքը լավ լրագրող է դրա համար, հա։ Այդ Հայաստանում լավ լրագրողներին փող են տալիս։ Այդ դեպքում պետք է ասեք ով է ձեզ փող տվել։ Ով է ձեզ, դες լավ լրագրող ունենալու համար այնքան փող տվել, որ դու 3 հատ բնակարան եք առել։ Սրանք հարցեր է, չէ՞։ Հայաստանում այտենց աշխատավարձ չկա լրագրողի համար։ Ինքն էլ լրագրող եղել, ես էլ գիտեմ ինչա նշանակում լրագրող։ Ամբողջ կյանքս ես Հայաստանում էլ լրագրողների հետ էի շփվում, լրագրող ընկերներ ունեի, հիմա էլ ունեմ, ես գիտեմ ինչա նշանակում լինել լրագրող Հայաստանում։ Եթե ամիսը միջև վերջ ասեց, արդեն ահագին բան է։ 3 հատ դու։ Այդ դեպքում պետք է ասես, այդ որ լավ լրագրող ես, հետաքրքիր է։ Ում համար ես եղել լավ լրագրող եւ այդ փողերը քեզ ինչի համար են տվել։ Ես ինչքան գիտեմ 38 միլիոն աշխատավարձ պայմանագիր եմ ասում։ Եթե բայկը այդքան է, ուրեմն տունը ավելի արժի, չէ՞։ Այն էլ արդեն երրորդն է սա։ Սա փաստեր են։ Փաստը գիտեք որն է։ Երկու կողմներ հանցագործ են։ Էսի նրան ասում, էլի նրան ասում, չեն հասկանում, որ ով ասես դու հանցագործ ես, օրվա իշխանությունն է պատասխանում։ Օրվա իշխանությունը, եթե ասում է դու հանցագործ ես, նշանակում է ինքն է հանցագործ, եթե չի հանցագործության դեմն առել կամ պատասխանատվության չի ենթարկել, ուրեմն ինքն էլ հանցագործ։ Սրանց ոնց բացատրես այս միջվածքների, որ այլ բերանները չբացեն։ Այս ամեն ինչը մեր շուրջ են անում ժողովրդյան մեր մասնակցությամբ։ Այսինքն մասնակցության որն է, մենք սրա մեջ ենք։ Ինչ պետք է մենք անենք։ Վերաբերմունք։ Մենք ուրիշ բան չենք կարող անել։ Ես չեմ առաջարկում անել այն ինչ որ այդ SR-ներն էին անում։ Ես դեմ չեմ, եթե տես մեկը մի բան անի։ Բայց գոնե վերաբերմունք մենք կարող ենք ունենալ։ Հետաքրքիր բան է, որ այտենց կարդում էի Նիկոլայ II-ի գահակալման օրը ինագուրացիայի օրը այնքան մարդ էր ասում հավաքվել, որ կես միլիոն մարդ էր հրապարակում։ Այդ բանի դավքի ժամանակ, իր սեղմելու ժամանակ 1500 հոգի մարդ է մահանում այդ օրը։ 1500 հոգի։ Առավոտ դեռ չսկսած։ Գալիս եկուցում են այդ Նիկոլայ II-ն, ասում են, լսի, sense բան ա եղել։ Կարող ես տոնական միջոցառումները հանենք, էլի 1500 հոգի մարդ է մահացել, հենց հիմա նստած լացում են ներքևը, հանգած իրաց դիակներն են ման գալի։ Չի դադարեցնում։ Երեկոյան էլ գնում է բան, պարահանդես ֆրանսիական դեսպանի տուն, ինքն է կազմակերպած լինում, բայց սա գիտեք ինչի համար եմ պատմում։ Այդ ժամանակ Ռամանովները բաժանվում են երկու մասի։ Այն տատիկովներն ասում են, դե հա, ինչ ես, մեռել են այ քեզ բան։ Իսկ այն երիտասարդներն ասում են, չի կարելի։ Քո ժողովուրդն է, դու իրանց монարխն ես էլի։ Նիկոլայը որոշումը չէ, ոչ մի բան չի պատահել։ Գնում է պարահանդես։ Պարահանդեսից Ռամանովների ընտանիքի մեծ մասը ցուցադրաբար դուրս է գալի, լքում է դալիճը, որ ինքը մասնակից չլինի դրա։ Տեսեք, Ռամանովների Գերդաստանից իր հարազատներն են, չէ՞, քույրեր, եղբայրներ, չգիտեմ դրա։ Դուրս են գալի ցուցադրաբար։ Սա վերաբերմունքն է։ Այսինքն նույնիսկ դրանք ունեցել են այդ վերաբերմունքի ինստիտուտը։ 21-րդ դարում մենք չունենանք վերաբերմունք։ Ուրիշ բան չունենք, ժողովուրդ ջան, ուրիշ գործիք չունենք։ Գործիքա կազմ
Ինձ որ ասում են ինչ ենք անելու, ոնց է լինելու, ինչ։ Ժողովուրդ, ես ձեր հետ ասում եմ, գործիքակազմ չունենք։ Տերորիզմը գործիք է։ Եթե մեկ անի, ես դրան դեմ չեմ լինելու, ես դրա համար արդարացնող 1500 բան կբերեմ, արգումենտ, պատճառ, թե ինչու կարող է սա պայթել իր մեքենայով հանդերձ, հա։ Բայց գոնե վերաբերմունք կարանք ունենանք։ Ռամանովների ընտանիքի իրենց ցավի նկատմամբ ունենալ։ Մենք 21-րդ դարում չենք կարող ունենանք։ Լրագրող Ոսկան Սարգսյանն է հարցնում 15 միլիարդ դոլարի ոսկի ադամանտ վաճառքից հետո Հայաստանով։ Արց։ Բյուջե չի մտել։ Ինչքան է եղել դրա բաժինը Փաշինյան Նիկոլի։ 15 միլիարդ դոլար ռուսական ոսկին ադամանդը վաճառվել է Հայաստանով։ Ես այդ համար գիտեք ինչ եմ անում, ասում մեկը բանը մեկի գրածը տեսա ասում է։ Ինչա, սովորեք, որ անպայման պետք է կոռումպացված լինի, թալան չի լինի, հա, ձեր նախագահը Նիկոլը որ չի թալանում, ցաներ եք տանում։ Մարդ չգիտի դրանց էլ ինչ ասի։ Մարսա տալի ճիշտ։ Նիկոլը հեշտ փայ չի ունեցել դրանից։ 15 միլիարդ, այսինքն ինքը այնքան խոտ է, կներեք արտահայտության բույս խոտ, որ կարան իր երկրով ապօրինի 15 միլիարդ դոլարի։ Յոս 15 միլիարդ դոլարը պատկերացնում եք ինչա։ Հայաստանի բյուջեն դրա կեսն է։ Կամ ավելի քիչ նույնիսկ։ Բայց մոտավորապես կեսն է Հայաստանի բյուջե։ Հարց է տալի, ինչքանն է Նիկոլինը։ Որ բյուջե չի մտել այդ առընտրից ոչ իմ բան, ինչքանն է Նիկոլինը, որ այդ ամեն ինչը հայկական տարածքով արվեր։ Հեն գզով։ Ինձ այսօր այս վերջերս անդադ հարցնում են այս փաստի մասին, որտեղ գտնենք այդ լինքը, որտեղ գտնենք լինքը, Ժողովուրդ ջան։ Ուրեմն, այսենց փնտրում եք ռուսերեն գրած է Գագսկի суд признал Армению Михосков ժառանգության տերը, նայեք։ Гаагский суд признал Армению правопреемницей памятников Карабаха. Решение Международного суда ООН в Гааге по иску Армении против Азербайджана беспрецедентный. По этому решению Армения признается правопреемницей и правообладателем памятников, находящихся на территориях, считающихся международно признанными территориями Азербайджана. Ասում նույնիսկ եթե ամեն ինչը ճանաչում է Ադրբեջանի տարածք, բայց այս ամբողջ ժառանգությունը ճանաչված է հայկական ժառանգություն։ Դա Հաագայի դատարանն է ճանաչել այդպես։ Это беспрецедентное решение, так как в прошлом над памятниками признавалась юрисдикция стран, в пределах которых они находятся. Ես աննախադեպ ասում, որովհետև հիմնականում սենց է, ասում, հուշարձանները ճանաչում են այդ տարածքի, այդ երկրի, որի բանի տակ է գտնվում, իր ժառանգությունը։ Հիմա այստեղ ասում եմ, եթե նույնիսկ սա Ադրբեջանը այս տարածքը յուրիսդիկցիայով, մեկը սա հայկական ժառանգությունն է, որը նշանակում է, որ սա Ադրբեջան չի կարող լինի։ Теперь Армения имеет полное право обратиться в Международный суд ООН с доказательствами посягательства Азербайджана на армянские памятники. Իմ ասում Հայաստանը լեգիտիմ իրավունք ունի սրանց հետո դիմի ՄԱԿ-ին դատի տա Ադրբեջանի ոտնձգություն հայկական բաների հուշարձանների նկատմամբ։ Հիմա հարց է դատախազին են հրեշին։ Ուր է գործերը։ Ուր է ուր։ Ախ ես անամպես սպասում եմ այս մեր նոր խմբի աշխատանքին։ Այն քաղաքական մասը չստացվեց, հուսով եմ այս մեկը չեն կարող խանգարել։ Սա պետք է լինի։ Թող այսօր իրենց որոշումները իրականացնեն, գրեն, ցույց տան մեզ, մենք հետագայում այս անպայման գրացնենք պարտադիր ապագա դատարանի համար, որովհետև հանցագործությունը ժամկետ չի ճանաչում։ А если реакции не будет, Армения имеет право обратиться в Совет Безопасности ООН. Եթե ասում реакция չլինի, ինքը կարող է անվտանգության խորհուրդ լինի ՄԱԿ-ի։ Սա ինձ հարցնում եք ժողովուրդ ջան, ես ուղղակի դնում եմ, ես չեմ կարող ասել այս լինքը ոնց գտնեք։ Եթե կարողանաք ռուսերեն տառերով, հա, sense գտնել, գտնեք։ Մաքսիմում երևի ես այս լինքը դնեմ հենց վիդեոյի տակ, ով ուզում է, կարող է այս լինքը վերցնի ու նայ։ Ապացուցեք ուզում, խնդրեմ։ Ստեղ լսեք։
Ճանաչում եք սան արդարադատության նախարար Սերգեյ Գալյանը։ Ասում այսօր դատավորն անկախ է ավելի քան երբևէ։ Սա լայն բան է։ Լիահույս եմ, որ այդ ծրագրերից շատերը ի վիճակի կլինենք ավարտել, բայց նաև եթե իրատես լինենք, պետք է փաստենք, որ որոշներ Ես ամբողջը չեմ ուզում դնեմ, Արաքսին աղոսը նամուլ է։ Մի խոսքով, ամբողջը չեմ դնում նայեք, բայց մեծ հարց եմ ուզում տամ ես արդարադատության նախարարին, եթե դատարաններն անկախ են, Փաշինյան Նիկոլենցին դատապարտված չի, ինչի դատարանները չեն արձագանքում մեր դիմումներին, ցեղասպանության ուրացման, սահմանադրության խախտման, Նիկոլ Փաշինյանը ինքը որոշում է, որ մարդ իրան կարող տանի մտցնի ԱԱԾ-ի պատվալները, վիզը կտրի, հա, դատարաններին ասի վնգստացող դատավորներ, մի խոսքով, ադե ինչ որ ինքը անում է, ես եմ ասել, այս հողերը տվեք իրանց, անպետք հողեր էին, եւ այլն, եւ այլն, եւ այլն, առանց խաղաղության մասին պայմանագրի Հայաստանից հողեր տա, Սերգեյ Գալյան, ես հասկանում եմ, որ դուք դրա համար եք նշանակված, որ այդպես խոսակ, բայց հասկանում եք, չէ՞ որ սա նայում են նաև ուղեղ ունեցող մարդիկ, մենակ ձեր հետևորդները չեն նայում, այն որ մի 5-6% մնացել, այդ էլ չի մնացել է, լավ, ընդունեք մի 5-6%, տոտալ անուղեղ կա, լավ, լրիվ իդիոտ ասենք մի հատ կա, ասենց, մի շերտ, որ իրան ոչ մի բան չի հասկանում, մեկ է իր ամեն ինչ, Նիկոլ իր Աստվածն է, լավ, ասենք այդ մի 5-6%-ը լրիվ կա, բայց դրանց եկում կա եւս 95%, չէ՞, 90% պլյուս մարդ կա, որոնք հասկանում են։ Դուք սրանց աչքերին ոնց եք նայում։ Ես ասում եմ, Արաքսի համբերությանն եմ, այս նախանձում, որ այսքան կարողացել է Արաս ջան, ցավակցություն դերես, ես մի քիչ նայեցի նյարդերը շերիկեց, բայց դու լավ դիմացել ես։ Բայց լավ նորություններ կա դրսից շորժան, այսօր գոնե մի քիչ մխիթարանքը դա է։ Տեսնում եք այս հրեշին, սա Ռուսաստանի Դաշնության բանն է, Դումայի նախագահն է։ Հիմա օրենք են ուզում ընդունեն սրանք։ Օրենք են ուզում ընդունեն, որ այն մարդիկ, որ Ռուսաստանում չեն ապրում, բայց եթե դրսից իրանք համաձայն չեն Ռուսաստանի գործողությունների հետ, եւ դա բանա, դա դիտարկվում է որպես դիսկրեդիտացիա, իրանք իրավունք ունեն այդ մարդկանց սեփականությունից զրկել այն ինչ որ իրանք ունեն Ուկրաինայի տարածքում, Ռուսաստանի տարածքում։ Լսեցիք, այսինքն եթե նույնիսկ ինքը փախել է, ինքը դրսում է, բայց համաձայն չի այս կոտորածի հետ, հա, ու եթե ու դա անպայման դիտարկվում է որպես բան, վարկաբեկում պետության, օրենք ընդունում են, ու վերջ, այդ մարդը ինչ ունի, ամբողջը կարողանում են խլել։ Աշխարհի վրա նման բան ոչ մի երկրում չի եղել ու չի կարող լինի։ Ոնց եմ ասում, չի եղել ու չի կարող լինի։ Սա հնարավոր է մենակ Ռուսաստանում։ Դե հիմա ինձ ասեք, որ ես հակառուս եմ, չգիտեմ, մեկ մի հատ ախմախ եմ, ես ռուսաֆոբ եմ։ Լսեք, ռուսաֆոբը, ֆոբիան վախ է։ Ես ռուսներից չեմ վախենում։ Այ ընկերներ։ Ես ընդամենը ցույց եմ տալիս նրանք ինչ են ուզում անեն։ Չասեք, ես հորինում եմ ինձանից, կարդացեք, որ Գոսդուման առաջին օրերին բան անելու, նայել է օրենք, հա, որ ֆեյքերի եւ դիսկրեդիտացիայի մասին օրենքի համաձայն, հա, բանը արեստի մուշիստվը կալանք բանը ունեցվածքի վրա, ասկետ մարդը ոչ կարա վաճառի, ոչ կարա վարձակալության տա, ոչ կարա օգտվի, ենթադրում եմ, կարող կալանքի պարագայում կարող է օգտվի, ինչ որ է, բայց կարանք մարդու ունեցվածքը, իմջալոց Նևզորովի ունեցվածքը, կարծեմ ես Զոնքանչի ունեցվածքը խլել էին ունեցվածով արդեն, այսքան դերից ընդեղ մի քայլ է,
Այսինքն մարդը ոչ պարտք ունի, ոչ բան չունի։ Մարդու սեփականությունը կարող խլեն, դրեն կալանքի տակ, ասեն դու ոչ մի բան չես կարող անես այս բանի հետ։ Ունեցվածքիդ հետ։ Սա կարող լինի մենակ Ռուսաստանում։ Դե հիմա ասենք, որ ես ռուսներին պետք է սիրեմ։ Ես չէ, ռուսներին սիրում եմ, ես մի հատ ընկեր ունեմ, ես էլ պատմում անցնեն գնանք։ Այսօր այդպես հերոսացուցով որ տեսա Պուտինը այլայլված դեմքով խոսում է, ասի Ալեքս աս չի գնալու, հիշի, Թուրքիա չի գնալու։ Ասես գիտես, մոդս հետ էի խոսում, ես չգիտեի, իր մայրը ասում է Մոսկվայի ես նա մասին չգիտեի։ Ինձ ասում է կինդ ինչ չի զանգում ինձ։ Զայմասա տեսած, ասի մտածեց ինչի է պատմում ինձ։ Ասում է բացատրում եմ, ասում եմ ախր իրանք հենց բանից են, Ուկրաինայից է կինը էլի, իրենք ապրում են այն տարածքներում, որտեղ այս պատերազմը 3 տարի, իր ամեն ինչ կորցրել են տուն, իր եղբայրը կռվում է, հիմա ծանր վիրավոր է, եղբայրը Ուկրաինայում ծանր վիրավորով, դու ասում ես, նու ոնց որ չի ստացվում էլի ձեր շփումը, ասում դու այս ամեն ինչը բան ես անում, աջակցում ես, ու այնտեղից ինչ է ասել տղային, հաբետ ասում է հենա Պուտինը բանա չէ, իրանց հնարավորություն է տալի, հենա գնալու է հնարավորություն տա, որ Զելենսկին խաղաղության պայմանագիր գրի, հնարավորություն է տալի, չէ նա Պուտինը էլի էսա գնում։ Այս մեղքս եկավ այդ տղեն, բավականին հաջող բիզնեսմեն է։ Ասում մայրը ընդեղ, կինը ստեղ, մայրը Ռուսաստանում ապրում, իր համար այդ ամեն ինչը նորմալ է, ես ուղղակի էլի վերջնականապես գալիս եմ այդ եզրակացության, եթե մարդ միտեղ ինֆորմացիոն այս հոսքի տակա դու իրանից ոչ մի բան չես կարող adekvat պահանջել, ուղղակի չես կարող պահանջել, նեղանալ էլ պետք չի, մանավանդ եթե նա մի քիչ տարիքով է, ճկունություն չունի, հա, այլ լեզու չգիտի, այլ ինֆորմացիա կարդալու, բան պետք չի պահել։ Մի խոսքով, Ուշակովն ու Լավրովն են գնալու Ստամբուլ, այսին, ես ասում եմ չի գնալու, շում եք երեկել է ասում, որ չի գնալու, նա կյանքի մեջ, բացի իր ստատուկներից, ես չեմ հիշում վերջի 20 տարվա մեջ նա մեկ հետ կարողացած լինի շփվել։ Նա խոսում է բացարձակապես նրանց հետ, ում հետ իր դիալոգը միակողմանի է, դա դիալոգ չի, դա մոնոլոգ է։ Հիմա Ուշակովին ու Լավրովին է ուղարկելու առնվազն Թուրքիա, ինքը չի գնա։ Ինքը չի գնա, որ Զելենսկուս պարտված չկա։ Իր չգնալն էլ դա Ռուսաստանի պարտությունն է, որովհետև իր Թրամփի ասած պատկերացած խաղաղությունը չի լինելու, դրանք առաջ չստամ արդեն ինչա սպասում իրան։ Վերջին նորություններով իրանց բաննատ ինքնաթիռ 37 մայլ շեղվել է ու խփել է ռուսներին, պատկերացնում եք, դա կարող լինի իրանց հետ հանգիստ։ Մի խոսքով Պոլանդ հաստատել է, որ կուղարկեն անպայման զորքեր, եթե պետք լինի, դա խնդիր ոնց որ դες հարցը լուծված է Ուկրաինայում։ Շատ վստահորեն հաստատել է, որ անհրաժեշտության դեպքում անպայման Ուկրաինայում իրանք պատրաստ են զորք ուղարկել։ Ստեղ նույնիսկ արդեն Քելոգն է խոսում, որ այդ միացյալ ուժեր կարող է տեղավորվել Ուկրաինայում, ես վստահ եմ, որ լինելու է, ու սպասում եմ Պուտինը չգնա, որ դες ամեն ինչ անեն։ Պուտինը չի գնալու, ու դա լինելու է Պուտինի վերջը, որտեղ գնալն էլ իր վերջն է, ինքը ոչ մի բան դերից չի բերել։ Ոչ մի բան դերից չի բերել, որտեղ ասել են զինադադար հայտարարի արի, ինքը ոչ զինադադար հայտարարի։ Ինքը ո՞ս կանգնացի պատերազմը, ինքը չի կարող պատերազմը կանգնացի։ Պատերազմը կանգնացնելը իր վերջն է։ Պատերազմով է ինքը սնվում, ուրիշ տարբերակ չունի։ Հենց որ սրանց վերջը մոտ է, լավ է լինելու։ Հաղորդման վերջում երկու լավ բան եմ ուզում ձեզ ներկայացնել, ժողովուրդ ջան։ Մի քիչ մեր ուսերը հետ գնա, էլի, մի քիչ հպարտություն ունենա, բանը, ձեզ արթնանա մեջներս։ Մեր ռուս աղջիկը հետաքրքիր փաստեր ասում Այվազովսկու մասին, 10 փաստ, որ մենք պարտավոր ենք առնվազն իմանալ դրա մասին։ Գնանք։
Հա, ես որ ռուսերենը մեկ-մեկ թարգմանում եմ, հարգելի ընկերներ ջան, խնդրում եմ ներողամիտ եղեք, որովհետև իմ ալիքը նայում են, այս ալիքը նայում են նաև մեր սփյուռքահայ եղբայրները եւ քույրերը, հա, եւ իրանք ռուսերեն չգիտեն ի տարբերություն մեզ։ Դա համար խնդրում եմ ներողամիտ եղեք, որ ես ռուսերեն տեքստերը թարգմանում եմ։ Գնանք առաջ։ Вы знаете об Айвазовском, кроме того, что он писал «Море»? Сейчас расскажу вам топ-10 самых любопытных фактов об этом художнике. Настоящее имя художника Аванес Айвазян, и у Ասում է 10 փաստ իր մասին։ Իրական անունը Հովանես Այվազյանը, որ ունի հայկական него արմատներ։ армянские корни. Все свои морские пейзажи он писал в мастерской по памяти, а не с Ասում է բոլոր իր նկարները նկարել է իր արվեստանոցում հիշողությունը, ոչ թե բանի վրա, հա, նատուրայից։ натуры. Он ненавидел читать, и хотя был близок с Пушкиным, признавался, что не читал ни одного его произведения. Ասում է ինքը չէր սիրում կարդալ, չնայած Պուշկինի մտերիմ ընկերներ, բայց միշտ խոսում էր, որ ոչ մի բան իրենից չի կարդացել Պուշկինից։ Первая жена ушла от него, потому что хотела жить в провинции, а не в столичном Петербурге. Ասում է առաջիկինը գնացել է Իրանից, իրանց հեռացել է, որտեղ չի ուզեցել Պետերբուրգում ապրել, ուզել է ապրել Պետերբուրգից դուրս։ Կինը առաջի հայ է եղել։ А вторая жена была моложе его на 40 лет. После Իսկ երկրորդ կինը 40 տարի իրանից փոքր է։ Петербурга он переехал в Крым и прожил там всю жизнь. Был Սա Պետերբուրգից հետո եկել է Ղրիմ եւ ամբողջ կյանքը ապրել է։ получается, первая жена могла и не уходить. Ստացվում է, որ առաջիկինը կարող է եւ չգնալ։ В 19 веке, когда на Крым обрушилась страшная засуха, Айвазовский за свои деньги протянул трубу от минерального источника и разрешал горожанам брать воду бесплатно. Երբ որ Ղրիմում, ասում է, երաշտեր ինքը ջրագծեր է բերել ջուրը։ Ես էլ եմ լսել եմ, երբ որ Ֆեոդոսիայում էի, որ ջրագծերը քաշել է հենց Այվազովսկին իր սեփական փողերով եւ դա անվճար բնակիչների համար։ Նաեւ երկար գիծն է։ Он написал Я больше понял. 6000 картин. Он 6000 կտավանակ был արել։ автором проекта своего дома в Феодосии. Այդ իր տունն էր Ֆեոդոսիայում, ինքն է հենց իր դիզայնով իր ինքն է հեղինակը ճակատագրել։ За вклад Айвазовского в культуру страны император пожаловал ему пожизненное дворянство. Եվ իրան ազնվականի կոչում է տրվել մշակույթի մեջ ունեցած ավանդի համար։ Айвазовский стал первым в России художником, чьи картины выставлялись в Лувре. Եվ ամենակարևորը առաջի նկարիչները Ռուսաստանից, որի նկարները ցուցադրվել են Լուվրում, իսկ Լուվրում առաջի նկարները Ռուսաստանից ցուցադրվել են, դա եղել է Այվազովսկու նկարները արգելիներս լավ կլինի, որ մենք այս բանամասներն իմանանք հնարավոր։ Спасибо за просмотр. Մի բան էլ ես ասեմ, որ իր եղբայրները շատ հայտնի գործիչ եղել եւ Այվազովսկին եղբորը ես եմ տեսել Սիմֆերոպոլում։ Սիմֆերոպոլ չես օգնել ավերս։ Մի խոսքով Ղրիմի մայրաքաղաքում երկու Այվազովսկի եղբայրները իրար հետ հարցան հենց կենտրոնում կա, հիմա ես որ հիշեմ կասեմ։ Լավ, Ղրիմից հետո նայող կա օգնեք էլի։ Հիմա տեսնենք ինչ է կատարվում մեր թատրոններում։ Ուզում մեզանից։ Ինչ են ուզում։ Ինչ եք ուզում մեզանից։ Ինչ են ուզում։ Իրանց մարդը ունեն, արա թող տանեն ուրիշ տեղ խոթեն։ Պալանի հանդիսատեսի թատրոնի տնօրին են փոխել Էմիլի Թորոսյան։ Հարցում է ինչ եք ուզում մեզանից։ Ձեր մարդն է, ուզում եք միտեղ մտցնեք, տարեք ուրիշ տեղ մտցրեք, այս թատրոնից ինչ եք ուզում։ Ինչ եք քանդում այս թատրոնը։ Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը բորբոքված է Երևանի քաղաքապետարանի որոշմամբ այսօրվանից Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնից հեռացվում է Էմին Թորոսյանը։ Այնինչ թատրոնի անձնակազմը կարծում է, որ նա ոչ թե լավ, այլ շատ լավ է աշխատում։ Ազնիվ, մաքուր, քաղաքավարի, կիրթ տնօրեն, այդպիսի մարդիկ դե մեզ երևի պետք չեն։ Կարող եմ երկրորդել անձամբ ճանաչում եմ Էմիլ Թորոսյանին, այո, այսօրվա քաղաքական, հասարակական իրականության մեջ այդ տղեն երևի պատահական էր մնացել տնօրեն։ Ես ճիշտ ասած չգիտեի, որ մինչև հիմա ինքը տնօրեն է, ես որ եկա ինքը
քաղաքապետարանում էր աշխատում, նոր էր ընդունվել։ Այո, շատ քաղաքավարի, բարեկիրթ, պարտաճանաչ աշխատող տղա։ Շատ։ Տեսեք, կոլեկտիվներ։ Ասի ես տենց եմ իրան ճանաչել, ես արդեն 10 տարի իրան չեմ շփվում, բայց այն կոլեկտիվներ մի բանն ասում։ Ասում եմ, երևի տես մարդիկ այլևս սրանց պետք չեն։ Իհարկե պետք չեն։ Դե այս հրեշների մեջ իրենց նման հրեշ է ինչ-որ մեկը պետք է լինել անպայման։ Ուրիշ ո՞նց կարող է լինի։ Ո՞նց կարող է լինի։ Ես միշտ զարմացել եմ, այս ո՞նց հա որ ոչ մի արվեստի օջախի տնօրեն չփոխվեց այս ընթացքում։ Գրեթե չփոխվեց, շատ քիչ։ Ո՞նց է էլի։ Մեզ պետք են դուք էլ գիտեք, թե ինչ տեսակ մարդիկ։ Էմին Թորոսյանն այսօր ստացել է քաղաքապետի որոշումը, իրերը հավաքել ու հեռացել թատրոնից, իսկ դերասանները հավաքվել էին դահլիճում ու պահանջում էին, որ որոշում կայացնողներից մեկը գա ու բացատրություն տա։ Մենք ուզում ենք սպառիչ պատասխաններ ստանալ, մենք ուզում ենք հասկանալ ինչի մասին է խոսքը, ընդհանրապես։ Գոյ թատրոնը հիշեցի, հարգելի դերասաններ, հարգելի ընկերներ, հարգելի գոլեկաներ, շատ միամիտ է պատկերացնել, որ սա ձեր թատրոնի խնդիրն է, հասկանում եք, ձեր թատրոնը չէր կարող այս խնդիրը չունենալ, եթե Հայաստան ամբողջական այս վիճակի մեջ է, հասկանում եք, որ դա ընդամենը հետևանքն է։ Ու ես շատ եմ ափսոսում, որ դուք այս թատրոնի խնդիրին նայում եք որպես այսենց ուղղակի թատրոնի խնդիր։ Սա համակարգային է, ասում եք, երևի սենց մարդը սենց պետք չի։ Իհարկե պետք չի, չէ՞ որ դուք տեսնում եք ամբողջ երկիրը ինչ վիճակի մեջ է։ Սա հերթով մտնելու է բոլոր թատրոնները, բոլոր կոլեկտիվները, չի կարող ուրիշ ձև լինել։ Ես շատ եմ նեղվում այդ հանգամանքից, ասում են մարդիկ, որոնք խոսքի իրավունք ունեն, իրանք ինքնակամ զրկել են իրենց խոսքի իրավունքից, իրենց խոսք ասելու իրավունքից, որովհետև այն շարքային մարդուց ես ակնկալիք չունեմ, ինքն էլ չգիտի, որ ինքը պետք է խոսա թե չխոսա, բայց կան չէ մարդիկ, որոնք վաստակել են այդ խոսալու, վաստակել են կարծիք ունենալու իրավունքը, եւ իրանք լուռ են։ Դե որ լուռ են, այս ամեն ինչն որպես հետևանք պետք է լինի, հիմա ինչ է կարծում, ձեզ լսելու են, չէ, ցավոք չէ, որովհետև դու լրացիք եւ հանդուրժեցիք այս 20 թվականից այս կողմեն ինչ որ կատարվել է։ Եթե դու կարող եք այս ամեն ինչը հանդուրժել, Էմին Թորոսյանի հեռացումը ինչ է, որ դուք չհանդուրժեք, կներեք իհարկե, որ տենց ուղիղ տեքստով եմ ասում։ Այո, շատ եմ ափսոսում Էմինի համար։ Եվ այդ տեսակի համար հիմա չանձնավորենք, Էմին, ուղղակի այդ տեսակի համար է։ Նվիրված, կիրթ, բարեկիրթ, ոնց ասեմ, պարտաճանաչ։ Մարդեր այնքան արդեն բան ենք, չէ, հետ ենք սովորել, որտես մարդիկ են լինում։ Կոլեկտիվ որ տնօրենից սենց գող լինի, չեմ տեսել, ես չեմ հիշում այդպես բան։ Հիմնականում կոնֆլիկտներ է լինում աշխատակազմի, գեղարվեստական մասի, դերասանների եւ տնօրենի, որովհետեւ բոլոր փողերը ընդերից է արծվել։ Ու գիտեք ինչն են հիմնավորել հեռացման առիթ, սա ինձ ընդհանրապես սպանեց։ Ասում են 1200 տոմս է բաժանել ինչ-որ 3 ամսա մեջ։ Տոմս, հրավիրատոմս։ Պատկերացնում եք, դա է պատճառը։ 1200 ինչ-որ թե 1500 տոմս է, հրավիրատոմս է տվել։ Դրա համար պարգևատրում են մարդուն։ Պարգևատրում, որ մարդը իր ներկայացումների համար հրավիրատոմս է տալի, տվել է երեխեքին, դպրոցներին, հաշմանդամներին եւ զինծառայողներին, չգիտեմ։ Հրավիրատոմս մարդ բերելու համար։ Մարդիկ, որոնք ունակ չեն եւ չեն կարող վճարել տոմսի համար։ Դրա համար մարդուն պարգևատրում են, որ մարդ կարողանում ու դերասանները չեն դժգոհում, դերասանի համար մի բան կա կարևոր, որ իր աշխատանքը տեսնեն, լսեն, գնահատեն, ծափ տան, որտեղ միակ բանը, որ ինքը ստանում է, այդ արդյունքում դա հոգեկան բավարարվածությունն է։ Դերասանները այդ աշխատավարձը չեն ստանում, որ դրա համար գնան աշխատանքի։ Իրանք այդ տարբերությունը լրագրող են, Թագուհի Թովմասյանը, իրանք չեն կարող ասել լավ դերասան են ու եկած բնակարան ունեն, չէ։ Ու հրավիրատոմս տալու համար, դա իհարկե դա պատճառ է, դա ասվում է, իհարկե դա չի պատճառը։ Եվ այս բանն եմ ուզում իրանք իրար հետ հիմա։
Во-первых, я приехала в Армению на родину. Ես եկել եմ Հայաստան, իմ հայրենիք։ Որդուս հետ եմ եկել, որպեսզի նրան էլ ցույց տամ մեր հայրենիքը։ Ինձ համար շատ կարևոր է այն ամենը, ինչ այժմ կատարվում է։ Մենք հրաշալի էքսկուրսիաների գնացինք, եւ ես համարում եմ, որ Հայաստանն ամենահրաշալի վայրն է իմ նոր մրցույթը կազմակերպելու համար։ Գրեթե Ելույթ ունեցողը ազգությամբ հայ եւ ուկրաինացու Արևմտյան Հայաստանից գաղթացի ընտանիքում մեծացած Մարիա Գուլեգինենը։ Գուլեգինը ամուսնու ազգանունն է, բայց ինքը ունի նաև աղջկական ազգանուն, հիմա ես գտնեմ։ Դա քիչեմ կասեմ, ինչ որ է։ Այս ժամանակին ամեն տեղ բոլոր երկրներում կան վոկալի տարբեր մրցույթներ։ Ես էլ որոշեցի, որ լինելով հայուհի, պետք է իրականացնեմ մրցույթ Հայաստանում։ Այդ առիթով մենք այժմ պայմանավորվում ենք, որպեսզի մրցույթի մասնակիցները հնարավորություն ունենան այցելելու Կոմիտասի այս հրաշալի թանգարան, ծանոթանալու Կոմիտասի երաժշտական գլուխգործոցներին։ Մենք որոշեցինք, որ մրցույթի մասնակիցները պետք է անպայման կատարեն Կոմիտասի որևէ ստեղծագործություն։ Ցանկալի է հայերեն։ Մրցույթի պայմաններն ամբողջությամբ մշակված չեն, բայց գաղափարն այն է, որ պետք է քարոզել Կոմիտասի երաժշտությունը եւ ընդհանրապես հայ կոմպոզիտորների երաժշտությունը։ Տեսանյութը որ նայում է ինքը շատ երկար է, այսինքն ամբողջը իհարկե ցույց չեմ տա։ Ես մի պահ մտածեցի, ինչ կլիներ մեր իրական Հայաստանի վիճակը, եթե մենք ունենայինք իրոք մշակույթի նախարարություն եւ նա կարողանար համախմբել, բերել, օգտագործել մեր ազգային ռեսուրսը։ Ազգային ռեսուրսը։ Գուլեգինը Հայաստանում չի ապրել։ Ես առաջին անգամ իրան լսել եւ շանթարվել է ես ուղակի 1990 թիվներ կարծեմ, շատ երիտասարդ էր, շատ գեղեցիկ, ինչպես հիմա։ Այդա է երկում օպերայի բեմում, ես ուղակի չեմ հիշում նման տպավորություն, դա հենց այն կողմ էլի։ Ու ինչպես մեր շատ երկիշներ, եզակի երկիշներից է, որոնք համաշխարհային իրոք իրական փառք ունեն եւ հեղինակություն։ Ամբողջ 44 օրյա պատերազմի ժամանակ այս կինը շատ ակտիվ ա եղել, նույնիսկ ադրբեջանական այդ մշակույթի, եթե կարելի է դրանց տենց ասել, այդ մի հատ կիսապռատ տենոր ունեն, չէ՞։ Ես վերջերս դրա հետ կապված մի սկանդալ եղավ, մեր հայ աղջնակը, որ դրա հետ նկարվել էր, հիմա ես չեմ ուզում դրա մասին խոսել, իր հետ էլ է կոնֆլիկտ եղել, որ հետո սկսել են այս կնոջը խնդրել, որ ինքը բան անի, իր պոստերը հանի հայրին նվիրված էլի, որ բանը չվարկաբեկ այդքան ադրբեջանին, չնեղացնի ադրբեջանցիներին, բայց շատ համառ ինքը մնացել է, ուղն ու ծուծով հայ է։ Ինքը ասում է, որ իր տղան հայերեն չի խոսում, բայց ուզում ապրի Հայաստանում։ Ինքը իրան համարում է հայ։ Պատկերացնում եք, ինքը 25%-ով հայ, իր տղան, ինքը կեսով հայ, տղան 25%-ով իրան համարում է հայ, ուզում ապրի Հայաստանում եւ ասում է պատերազմի ժամանակ հարցնում էր, ասում էր մայրիկ, իսկ հիմա ես ինչ պետք է անեմ, ես ինձ ո՞ց պետք է պահեմ, ճիշտ է որն է հիմա։ Այսքան կապված հայրենիքի հետ։ Ինչ կլիներ մեր վիճակը պետության, եթե ոչ միայն մշակույթի, ամբողջ նաև գիտական, քաղաքական նաև, որ մենք լավ դեմքեր ունենք, բիզնես, այս իրական հայկական ռեսուրսը օգտագործվեր Հայաստանի բարգավաճման համար, ինչպես որ հրեականն է օգտագործվում, չէ՞ որ հրեականը օգտագործվում է։ Իսկ մենք տեսենք հələ ուր ենք բերել բարձրացրել դրել ջրերս Արման Բաբաջանյան դերս թողած
մարդ, որ սեփական ազատության համար բոլորին ծախելուց հետո սեփական մոր վրա ցուցմունք դնի, տալիս որ մերը նստի, ինքը չնստի։ Հասկանում եք։ Քոչարյան Ռոբերտ, Փաշինյան Նիկոլ, վայ դե իմ։ Երևի կգա այդ օրը, որ մենք իրոք այդ արժանավոր մենք նախ կլինենք այնքան արժանավոր, որ մենք ունենանք ըստ մեր ճաշակի եւ արժանինքների կառավարություն, որը կգնահատի մեր ազգային ռեսուրսի իրական արժեքը եւ նա կօգտագործվի իբարս հայության։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե հանկարծ մեր ռեսուրսը օգտագործվի իբարս մեր հայրենիքի, դա լինեն բժիշկներ, դա լինեն IT ոլորտի մասնագետներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, նորից եմ ասում, բիզնես ոլորտի մասին չեմ խոսում, ինչ դեմքեր կան դա։ Արվեստի մասին լռում եմ, սպորտն եմ լռում, թե ինչ դեմքեր կան։ Իրոք եթե օգտագործվի, անբարձունակ ենք դա, այսինքն լավ իմաստով մեզ բռնել չի լինի։ Ուզում պատկերացրեք մի բան։ Երբ որ ես Ֆրեզնոյում էի, հիմա էլ Ֆրեզնոյում եղելա կհաստատի։ Ես համերգը պետք է ղեկավարեի այդ դալիճում Ֆրեզնոյի, որը կոչվում է հենց Վիլյամ Սարոյանի անունով։ Ֆրեզնոյի կենտրոնական մասի բոլոր խաչմերուկներում սվետաֆոր լուսացույցի տակ նախ են ոսասունցի Դավիթի արձանը կանգնած էր, այդ մասին չեմ խոսում, այդ կենտրոնում։ Բոլոր լուսացույցների տակ փոքրիկ սենց ցուցանակները Վիլյամ Սարոյանի կարճ մեջբերումներով աֆորիզմ կլինի, տող կլինի, ինչ-որ կարճ մեջբերումներով ամբողջ քաղաքը ոնց որ Վիլյամ Սարոյանի քաղաքը լինի։ Իսկ պատկերացնում եք մենք ինչքան խաչմերուկ ունենք եւ ինչեր կարող է լինել աֆորիզմներ, բանաստեղծություններ, նկարներ, նկարիչների նկարներ, մեր դեմքերի նկարներ, մեր գիտական նվաճումների մասին ինֆորմացիա։ Մենակ ասում եմ տուրիստներ կգային Հայաստան, որ խաչմերուկներով քայլեին, կարդային հայ ազգի մասին պատկերացում ունենալու համար։ Պատկերացնում եք, խելար բան եմ, չէ՞ ասում, պատկերացնեք, ասենք Վիկտոր Համբարձումյանի օրինակ նորամուծությունները գրված լինի այստեղ ընդեր, էս արել, հա, ասենք առաջի բանը ստեղծել է հայը, ասենք էս անազգն եղել։ Մի խոսքով դուք պատկերացնում եք ինչ կկատարվեր Հայաստանում եւ մենք դրանով ապրելով, մենք ոնց ինքներս մեզ կգնահատեինք եւ կպարզվեր, որ այս իրավիճակում, այս մթնոլորտում չէր կարող ամբողջ Հայաստանը ղեկավարել մի հատ ճիվաղ Փաշինյան Նիկոլ անունով, իր ճիվաղներով հանդերձ, այդ մետաստազներով չէր կարող լինել, որովհետեւ դու դներ համատության մեջ, դու կզգայիր, որ քո տեսակը նա է, Վիկտոր Համբարձումյանն է, հա, Մինասն է, չգիտեմ, Արշիլ Գորկին է, Այն ես դու, ոչ թե Փաշինյան Նիկոլ կամ Քոչարյան Ռոբերտ, որ իրանք սարքել են քեզ էս կապիկներին դրել են, սենց խաղացնում են, մենք ես սենց կինոյի նման նստած նայում ենք։ Թագուհի Թովմասյան ու Հայկ Կոնջորյան, տեր իմաստված, ուր ենք իջել, էս ինչա կատարվում։ Գեն շուգ այդ օրը։ Ամեն դեպքում ամեն ինչ պետք է անենք, որ շուգ գա։ Սա էլ նայ պերսոնալապես։ Իմ աշակերտին էլ ասել եմ հետևյալը. դուրս ես գալիս կյանքի լայն ճանապարհ, կյանքի բոլոր ծալքերը բացելու է քո առաջ, հիշիր, հայ աշակերտ։ Թուրքին խաչմերուկներում հանդիպեց, լայն ճանապարհներին, քաղաքակիր դալիճներում, թե ամբիոնների մոտ, հագին ֆրակ լինի, թե սմոքինգ, չմոռանաս, միջինը թուրք է, ու նա մեր թշնամին է։ Տեսեք ինքն էլ մանկավարժ, նիշեցիք են սկզբի մանկավարժին։ Ցավոք էս ճշմարտությունն է։ Ցավոք, այո, սա ճշմարտություն է։ Այս չի, որ մենք չենք շփվում թուրքերի հետ, այնպես չի, որ մենք մեր շրջապատում մենք չենք տեսնում ինչ է կատարվում։ Եկու քայլ ինձանից ենք ում թուրքական սուպերմարկետ է եւ կողքով անցնել չի նույնքան մեքենաներ կա կանգնած։ Այսինքն ամենապոպուլյար տեղերից է, բայց կյանքում մի քանի կիլոմետր քշեմ ենք ում կգնամ ուրիշ տեղից առևտուր կանեմ, բայց ես ինտեղ չեմ էլ մտել, եթե չգիտեմ։ Ուղղակի ես միշտ առատությունն եմ դրսից տեսնում։ Մենք էլ ունենք մեր շրջապատում, մենք էլ ենք տեսնում, բայց չի նշանակում, որ մենք պետք է
գլխակորույս բիզնեսի խաթր կամ ինչ որ հեժա մի քանի բան արվելու խաթր մոռանանք, ուրանանք այն ինչ որ մեր հետ եղել է, որտեղ եթե նույնիսկ մենք մոռանանք, իրանք չեն մոռացել։ Իրանք չեն մոռացել եւ իրանք երեխեքի համար ցայներն են երգում միջև հիմա, իրանք քարտեզների վրա նկարում են մեծ Թուրքիա, որտեղ Հայաստան գոյություն չունի, հասկանում եք, մի խաբեք ինքներդ ձեզ եւ ուրիշներին, մանավանդ ձեր երեխաներին։ Էական չի դուք ինչ եք մտածում իրանց մասին, բայց իրանց կարծիքը ձեր մասին երբեք չի փոխվելու։ Երբեք, որտեղ իրանք ուրիշ բան չունեն մտածելու, իրանք այն ազգը չի, որ մտածի ոնց թռնի, տիեզերք, հա, ինքը այնտեղ խնդիր չունի, ինքը հակառակ, նայում ով է կարողանում տիեզերք թռնի, որ իր ունեցածը խլի։ Այս ձևի է մեծանում այդ ազգը, ինչ անենք Իվան, այդ մեր մեղքը չի։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։